Գիտես այն եկեղեցին, որ աղոթում է արթնության համար, բայց չի պատրաստում իր անձը, չի պատրաստում այդ արթնության մեջ համագործակից ինչ որ մի բան անի, սա խոսում եմ անհատական ամեն մեկիս, նման է մի աղջկա, որ սպասում է փեսացուին, որ նշանված է սպասում է իր փեսացուին, բայց գեստ չի կարում իր համար, բայց չի պատրաստում իր ներսի սենյակում այն հանդիպմանը, չի սպասում և չի պատրաստում, ինչպես պետք է դիմավորի իր փեսացուին, սիրելի եկեղեցի, ես խնդրում եմ քեզ, քո փեսացուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ում հարսանիքին մենք ենք ներկա լինելու, այդ հարսանեկան ամբողջ այդ արարողությունը Տերը պատրաստվում է երկնքում իմ ու քո համար, որպեսզի մենք հանդիպենք մեր Տիրոջը, մեր փեսացուին, գառան այդ մորթված արյան արդյունքում, որպեսզի մենք հանդիպենք նրա հետ, ուզում է որպեսզի մենք ինչ որ բան անենք, ամեն, ուզում է որ մենք ձեռնունային չլինենք, ուզում է որ մենք համագործակից դառնանք այդ արթնության գործին, որովհետև խոսքը ասում է մինչև ավետարանը չտարածվի ամբողջ աշխարհով մեկ, մինչև բոլորը չլսեն, մինչև եկեղեցին պատրաստ չլինի փեսացուի գալուստին, փեսան չի կարողանում գա։ Մենք որքան շուտ պատրաստենք մեր անձերը, որքան շուտ համագործակցենք Սուրբ Հոգու հետ, սրբացնենք, մեզ առանձնացնենք, գիտես հարսնացուն, ամբողջ օրը իր ընկերուհիների, իր շրջապատի հետ չի վազվզում խանութներ, սրճարաններ եւ այլ, նրա ամբողջ ուշք ու միտքը իրեն կարգի բերելն է։ Մենք մեր կյանքում տարված ենք աշխարհի ամենատարբեր զվարճանքներով կամ զբաղմունքներով, բացի նրանից, որ փեսացուն գալիս է արդեն, խոսք ասում է նա շուտով գալիս է, սիրելիս, մենք պետք է պատրաստենք մեր անձերը, այլապես այն 10 կույսերից 5-ի պես կմնանք դրսում և չենք հանդիպի, չենք լինի այդ հարսանիքի մասնակցության մեջ, ամեն, թեկուզ և մեզ զատ ենք պահել, կույս ենք պահել, թեկուզ մենք չենք խառնվել աշխարհիկ տարբեր բաների, մենք առանձնացրել ենք մեզ, բայց կան բաներ մեր կյանքում, որ Աստծուն սիրո համար, Աստծուն ինչպես Դավիթն էր աղոթում, ինչպես Դավիթն էր զոհեր անում և ասում էր, սա զոհեցի, բայց մի բան էլ ունեմ զոհելու, որտև Աստծուն շատ եմ սիրում, իմ սիրո համար, ես Աստծուն ևս այսքան իմ անձնական կյանքից կկտրեմ, կառանձնացնեմ, ես չգիտեմ ում հետ եմ խոսում, ես չգիտեմ քո կյանքում ինչ կա, որը որ շատ ես սիրում, անպայման չի, որ դա մեղք լինի, անպայման չի, որ դա անօրենություն լինի, բայց կարող է դա քո ամենասիրած զբաղմունքը լինի, միգուցե դու նստած են սիրուն թերթում ես միշտ, օրը 3-4 ժամ, քո հեռախոսը կամ ինտերնետով կամ հեռուստացույցով, քարոզներ ես միգուցե լսում, ես չգիտեմ, շատ ես սիրում, բայց հիշիր մի բան, եկեղեցին իրեն պատրաստում աղոթքի սենյակում, իր ներսի սենյակում, խոհանոցում չի պատրաստում իրան, հարսնացուն իրան կարգի է բերում ներսի սենյակում, հարսնացուն անգամ այսպիսի բան կա, չէ որ ասում են հարսին իր հագած հարսանեկան զգեստով, թող հարսանիքից առաջ մարդ չտեսնի, չգիտես, հետի ուղղակի չգիտեմ, աշխարհիկ ինչ որ մի բան է, հա տենց կարծիք է, բայց սիրելիս, դու պետք է սիրես, դու պետք է սպասես քո սիրեցյալին, քո հոգու սիրեցյալին, Տեր Հիսուսին, որը որ գալու է շուտով, որի ոտնաձայները լսվում են արդեն, ամեն, և ես հավատում եմ, որ մեր երկիրը, որ մեր ժողովուրդը, որ եկեղեցին կարթնանա և կփոխի այս ազգը, ու Տիրոջ համար առատ պտուղներ կունենանք մենք, հալելույա Տեր, փառք ենք տալիս քեզ Հիսուս, հալելույա, փառք Տիրոջը, ամեն, հրաշալի Աստծո ներկայություն կա, հրաշալի Աստծո զորավոր ներկայությունը կա այստեղ, ամեն, մենք շարունակենք Աստծո խոսքի մեջ մի փոքր ճանապարհորդել, անչափ շնորհակալ ենք այս փառաբանության խմբին, Տիրոջ գանձերին, հալելույա, հալելույա, ես ուզում եմ խոսել այսօր նրա մասին և փոքրիկ վերնագիր եմ այսպես մտածել, այդ վերնագիրը վերնագրել եմ այսպես, ես կանչված չեմ, ասա ես կանչված չեմ,
Հետաքրքիր է, չէ՞, ինչի մեջ կանչված չես։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, որ մենք բոլորը Աստված կանչեց բոլորին։ Կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ են։ Գիտես, Սատանան ստի հայրն է։ Սատանան ստի հայրն է, որը որ փորձում է աշխարհիկներին չէ, աշխարհիկներին շուտվանից խաբել է, աշխարհիկ մարդկանց շուտվանից իր ստերով, իր կապանքների մեջ պահել, պարուրել, սենց փաթաթել, հրապուրել է մեղքերով, աշխարհիկ ցանկություններով, ոմանց, չգիտեմ, ալկոհոլով, ոմանց սուտ խոսելով, ոմանց խաղամոլությամբ, ոմանց ուղղակի տարբեր կապանքներով, բայց Սատանան փորձում է ետ պահի ընտրվածներին, ետ պահի հավատացյալներին տարբեր պատճառներով։ Եվ գիտես, նա ստի հայրն է ու փորձում է ուղղակի ետ պահի մարդկանց, որ դեռ ժամանակ կա, որ դեռ կհասցնես, դե լավ, այդքան մի քեզ բանի տեղ դիր, սենց դու հո Սուրբ Հակոբոս, Պետրոս, չգիտեմ, Պողոսը չես, դու հո եկեղեցու հովիվը չես, դու ուղղակի եկեղեցի այցելող, Աստծուն սիրող, տասանոր տվող, սենց փառաբանության երկեր անգիր իմացող մեկն ես, կամ ինչ-որ մի բան անող։ Գիտես, Աստված նայում է մեզանից յուրաքանչյուրին եւ ասում է. մարդ եմ փնտրում, մարդ եմ որոնում, ում ուղարկեմ ինձ համար, ով կգնա ինձ համար, ով կկանգնի, գիտես ինչի համար, ոչ թե մեր անձնական կարիքների, այլ երկրի համար։ Մենք ամբողջ կյանքը տարված ենք մեր անձնական կարիքների համար, բայց Աստված ասում է, եթե դու քո կարիքները թողնես եւ գլուխդ վեր բարձրացնես, ես ուզում եմ երկրի համար մարդ գտնեմ։ Գիտեք, մի պատմություն կա, հիշեցի, շատ վաղուց լսել եմ, թե ինչպես օրերից մի օր արծվի ձագերից մեկը, փոքրիկ ձագերից մեկը ընկնում է ինչ-որ մեկի հողամաս եւ այդ տերը, որը որ հավանոց ունի տարբեր կենդանիներ, ապահովում այդ փոքրիկ ձագին նայում է փուճուրիկ ճուտիկ է դնում է իր հավի թուխսի մոտ, որպեսզի սովորացնի եւ անտեր չմնա, ոնց որ կերակրվի այդ ձագուկը։ Ինքը տարբերվում է մնացած ճուտիկներից, որոնք որ նրա հետ այդ մի ընտանիքի մեջ ապրում են։ Մայր հավը սովորեցնում է նրան քուջուջ անել, ворթեր վերցնել, ուտել այդ ցորենի հատիկները, գարի եւ այլն, ինչ որ նրանք կերակրում են։ Նա տարբերվում է իր բոլոր եղբայրներից ու քույրերից։ Միգուցե նրան ասում են, դե մենք քո հետ չենք ուզում ընդհանուր բան ունենանք, մենք չենք ուզում քո հետ շփվենք, ոնց որ դու մի քիչ ուրիշ ես։ Տարօրինակ ես մի տեսակ, նայում ենք քեզ ու մեզ, հլնայի մեզ դեղնակտուց սիրուն պուպուշ հավիկ ճուտիկներ ենք, բայց դու մի տեսակ sense ցանցառ, մազերդ երկար, չգիտեմ, տարբեր ինչ որ պատճառներ են ասում, սև։ Եվ գիտես, այդ պատմության մեջ հետաքրքիրը որն է, որ միևնույն է, մայր հավը դաստիարակում ասում է ոչինչ։ Մենք պետքա դրսիների համար էլ կարեկից լինենք։ Այնպես որ թույլ տվեք, որ ընտանիքում ապրի այս ճուտիկը։ Նա էլ է ճուտիկ, նրանք էլ են ճուտիկ։ Ու ժամանակ առ ժամանակ այս ճուտիկը մեծանում, ավելի թրփոշանում, ավելի sense թևերը փետուրներով է լցվում եւ այլն, եւ օրերից մի օր հանկարծ նա երկնքում սավառնող ինչ որ մի բան է նկատում եւ մի բարձր ճիչ է լսում։ Եվ միայն նա է ուշադրություն դարձնում այդ ճիչին, այդ ձայնին։ Մնացած հավի ճուտիկները, որոնք որ մեծացել արդեն մեծ հավեր են դարձել, նրանցից շատերին արդեն չգիտեմ հարիսա են միգուցե սարքե տնական հավով եւ այլն, չեմ իմանում։ Շատերի տախորժակը կարող է գրգռի այս ամենը, բայց ձվիկները նրանց վերցրել են, հարավոտյան նախաճաշին են օգտագործել եւ այլն, բայց այս ճուտիկը, որը որ մեծացել է ու արդեն արծիվ է դառնում, տեսնում է այդ ճիչը եւ միանգամից ուշադրությունը հառում է երկինք։ Եվ նա նույնպես սկսում է ձայն արձակել եւ դա նրա մայրն է լինում, որը որ տեսնում է իր ձագուկին, գալիս այդ բանից վերցնում, տանում եւ սկսում են միասին թռնել, սովորեցնում է նրան թռնել։ Եվ գիտես, հավիկները շարունակում են իրենց քուջուջը, բայց արծիվը արդեն երկնքում էր սավառնում։ Միգուցե այսօր քո իրավիճակները ստիպում են քեզ եւ ասում են՝ դու հովիվը չես, դու հո եսի միշտ ծառայող չես, դու քո գործին նայի, դու քո առօրյա հոգսերին նայի,
Բայց Աստված ուզում է քեզ կանչում է մեծ գործերի մեջ։ Աստված ուզում է, որ ես ու դու չլինենք այդ հավիկների պես, միայն մեր կարիքների համար աղոթող։ Աստված ուզում է, որ մենք երկինք նայենք, որովհետև երկնքի Աստված արարիչը գործ ունի իմ ու քո կյանքի մեջ։ Նա ուզում է, որպեսզի դու վերևից նայես այդ իրավիճակներին։ Եկեղեցի, ես այստեղ խոսում եմ ձեր հետ եւ ասում եմ կան հանգամանքներ, որոնք որ պետք է հասկանան, որ քո վրա չեն կարող ազդել, որ կան մարդիկ, որոնց որ նա չի կարող կառավարել։ Երբ որ մարդ հավատքով լցված մարդ է լինում, գիտես հանգամանքները սկսում են ենթարկվել նրան։ Բայց եթե դու չես լցվում հավատքով, երբ որ դու չես նայում քեզ այն տեսակետից, որ Աստված քեզ կանչել է բարձրերի մասին մտածելու, հանգամանքներն են սկսում ազդել ու քեզ վրա ազդել ու իշխել։ Ինչպես մի ժամանակ այդ հավի ճտերի հետ նա քուջուջ էր անում։ Նրա հանգամանքները շատ տխուր էր։ Նա ստիպված էր դա անում, բայց օրերից մի օր, երբ որ լսեց երկնքից այդ ձայնը, նա միանգամից արձագանքեց։ Այսօր Տերը երկնքից ձայն է արձակում քո կյանքի մեջ։ Այսօր Աստված ուզում է, որ դու ոչ թե ուղղակի շարունակես քո կարիքների համար միայն հոգս քաշել, այլ ուզում է, որպեսզի դու վեր բարձրացնես քո հայացքը երկնքի նպատակների, ծրագրերի համար, նրան ասես, ահա ես Տեր, ես պատրաստ եմ, եթե դու ուզում ես, եթե դու կարող ես, ահա ես ուղարկիր ինձ, օգտագործիր ինձ, որովհետև ես այն մարդն եմ, որը որ կանեմ։ Շրջվիր կողքինիդ, ասա, ես հավատում եմ, որ դու կանես այն ինչ որ Աստված պատվիրել է։ Աստծո կոչումը քո կյանքում կիրականանա։ Հալելույա։ Հավատում ես դրան, թե չէ։ Երբ որ դու դա ասում ես, քո կողքինի աչքերի մեջ գոնե պետքա տեսնես այդ լույսը, այդ կրակը, այդ հավատքի, այդ այո, ամեն, այդ արտահայտությունը։ Մենք պետք է հավատանք Աստծո կոչմանը։ Դուք ասես, բայց ես էլ երկար ժամանակ հավատում եմ։ Ի՞նչն է պատճառը, որ իմ կյանքում դեռ չեմ տեսնում։ Գիտես, Աստվածաշնչում Եբրայեցիներ 5-րդ գլխում գրված է, որ շատ բան ունենք ասելու, սակայն դժվար է այդ ամենը ներկայացնել։ 5-րդ գլխի 11 համարից եմ կարդում։ Շատ բան ունեմ ասելու, ասում է առաքյալը եկեղեցում, բայց չեմ կարողանում հիմա դրա մասին ձեր հետ խոսել, ոչ թե որովհետև չեմ ուզում, այլ որովհետև դեռ չեք մանուկ եք, դեռ կաթ եք ուտում։ Սա այդ հատվածն է, որ ասում է, դուք դեռ անփորձ եք, դուք հավատքի այդ արդարության գործին, խոսքին անփորձ եք, փորձառություն չունեք, դուք միայն ուտում եք, դուք միայն լսում եք։ Ասում է շատ բան ունեմ ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որովհետև դուք լսելու ընդունակ չեք, որովհետև ժամանակին նայելով այդ ընթացքում դուք պետք է արդեն բոլորը, ձեզանից շատ-շատերը դառած լինեին ուսուցիչներ, վարդապետներ, հովիվներ, առաքյալներ, տնային խմբակի ավագներ, ծառայության մեջ ինչ-որ բան անողներ, փառաբանողներ, ես չգիտեմ, տարբեր գործողություններ, որոնք որ արվում է, դա անում է եկեղեցին, ինչպես եղբայրը այստեղ հորդորում եւ ասում էր, մենք համագործակիցներ ենք երկնքի հետ եւ մենք պետքա միասին անենք դա, մենք պետքա ունենանք այդ ներուժը, մենք ունենք այդ պոտենցիալը, մենք ունենք այդ սերմը մեր մեջ, բայց մեզանից ամեն մեկի փոքրիկ այն ներդրումը իր աշխատանքի, իր քնի, իր աղոթքի, ես չգիտեմ, իր զոհաբերության կամ ինչ բնագավառներում կօգնի, որպեսզի եկեղեցին զորանա եւ առաջ գնա։ Ամեն։ Ես հավատում եմ, որ մենք կհասնենք այդ ամենին, մենք կտեսնենք այդ ամենը։ Ասում եմ, շատ բան ունենք ասելու, բայց դուք կարիք ունեք նորից սովորելու, դուք կարիք ունեք ոչ թե պինդ կերակուրի, որովհետեւ ամեն մեկը ով կաթնակեր է, ամեն մեկը ով կատնակեր է, ով քուջուջ անում, մենակ իր կյանքի խնդիրներն է, մենակ հիշում աղոթը, վայ այսօր չեմ աղոթել, մի հատ գնամ աղոթեմ։ Ու աղոթքի ցանկը երբ որ նայում ես, ինչի համար պետք է աղոթի, մեկը գրած է ընտանիք, ամուսնանալ, երեխաներ, վարք, կարիք, ու սենց երբ որ քո աղոթքի պունկտերով որ անցնում ես, ամենը երեխեքի ձմեռվա շոր, չգիտեմ, թորներիս պամպերս, լիքը սենց բաների ես անդրադառնում ու ամբողջ քո աղոթքի ցանկը երբ որ նայում ես 99.9%-ը միայն քո ես ինձ այդ դրան է պատկանում ու դու ասում ես բայ ուրիշ ինչի համար պետք է աղոթեմ սիրելիս Աստվածաշունչը ասում է նրանք ովքեր որ
միայն կաթի են սովոր, որ միայն գնան, խոսքը լսեն, ուտեն, լավը զգան, ու գնան նորից իրենց աղոթքի սենյակում այդ իրենց անձնական աղոթքի կետերին անդրադառնան նորից, նրանք կաթնակեր են։ Վատ չի կաթնակեր լինելը, վատ չէր արծվին հավերի հետ քուջուջանելը։ Նա տեսել էր, բայց նա կանչված չէր քուջուջանելուն, նա կանչված էր երկնքի ուղղակի թագավոր լինելուն, սավառնելուն։ Մենք գիտենք, որ առյուծը կենդանների մեջ, երկրի վրա կենդանիների արքան է, բայց երկնքի արքան արծիվն է։ Նա սավառնում է, նա վերևից է դիտում այդ ամենը, այդ հանգամանքներից վեր է ինքը նայում իրան։ Նա չէր նայում իր այդ օրվա քուջուջը, ինչպես խոսքը այստեղ հռչակվեց, որ նայեք հլը դաշտի շուշաններին, ամեն ինչին նայեք ու տեսեք, նրանք հոգ չեն անում, բայց կերակրվում, հագնվում երկնքի թռչուններին եւ այլն։ Նրանց համար հոգանող կա։ Եվ մենք շարունակում ենք մեր կյանքում հոգանողին ասենք թույլ տուր մենք հոգս անենք։ Մենք ժամանակ չունենք ծառայության այսօր գնալու։ Մենք ժամանակ չունենք այսօր աղոթքին մասնակցելու, ժամանակ չունենք այսօր այսինչ բաներն անելու Աստծո արքայության համար, որովհետև մեր ժամանակը շատ քիչ է։ Չենք հասցնի։ Բա ով հոգս անի։ Բա ով էս խնդիրները լուծի։ Գիտես Աստված կանչել է մեզ, ոչ թե նրա մեջ, որ ժամանակը մեզ թելադրի, այլ մեզ կանչել է, որ մենք ճիշտ կազմակերպենք այդ ժամանակը եւ Աստծուն հենց առաջինը դնենք առաջի տեղում։ Երբ որ քո ժամանակից դու առանձնացնում ես Աստծունը դնում ես առաջնային եւ հետո մնացած բաները համակարգում ես, քո ժամանակն էլ է հերիքում, քո ուժերն էլ են ներում, հա, եւ դու կարողանում ես առաջ գնալ։ Ասում են նրանք, ովքեր կաթնակեր են, ոչ թե պինդ կերակուր են, ուտում արդարության խոսքի հանդեպ անփորձ են եւ երեխա են նրանք։ Բայց պինդ կերակուրը կատարյալների, այսինքն հասունների համար է, որոնց գայրանները վարժված են։ Հալելույա, ես սիրում եմ խոսել այնպիսի եկեղեցու հետ, ում գայրանները վարժված է, ովքեր ճանաչում են Սուրբ Հոգուն, ովքեր գիտեն ինչ Աստված ուզում անի հիմա շարքերի մեջ միգուցե, ովքեր գիտեն, որ Աստված ներկա է եւ ամեն հանգամանքներից վեր նա կարա հրաշքներ անի, նա կարա լուծումներ տա, նա կարա նստած ժամանակ Տիրոջ ներկայության մեջ ամեն մի շղթաներ կոտրի մեր կյանքերից, եթե մենք հավատքով ընդունում ենք, գիտեք, մենք պետք է սովորենք, նա ասում է Եբրայեցիների թղթում ասում է, ես չեմ թողնի քեզ ու չեմ լքի քեզ։ Եվ գիտեք, Մովսեսի մասին էի մտածում, մի պահ ասում էի Մովսեսը, ինքը մոտ 3 միլիոնանոց ժողովրդի առաջնորդ էր։ Եգիպտոսից դուրս հանեց, գնաց, ու եթե հիշում եք, կարծեմ մադիացիների հետ էր պատերազմի գնում, թե ինչ, նա մարդ էր, Աստված խոսք էր տվել, ասել էր, ձեռքերդ պարզիր, փառաբանիր, երկրպագիր, օշնիր։ Եվ երբ որ դու այդպես կանես, քո առջևից կգնամ եւ հաղթանակներ կունենա իմ ազգը, իմ ժողովուրդը։ Գիտես, Մովսեսի ձեռքերը երբ որ վերև էր պարզվում, իսրայելացիները հաղթանակներ էին ունենում։ Բայց երբ որ հոգնում էր, քանի րոպե կարող ես ձեռքերդ վեր պարզած կանգնել, սիրելիս։ Ես չգիտեմ 5, 10, 15 կես ժամ, մի ժամ։ Ես չգիտեմ քո ֆիզիկական ունակություններին տեղյակ չեմ, բայց շատ երկար չես կարող։ Շատ երկար չես կարող։ Ու ինձ մի հատ բան զարմացրեց։ Գիտես, երբ որ Մովսեսը աղոթում էր, եկեղեցին կամ ծառայողները, երբ որ Մովսեսը բարձրացնում էր ձեռքերը, հաղթանակ էին ունենում, երբ որ իջեցնում էր բանակը պարտություն էր կրում, հետ էին նահանջում, ինձ զարմացրեց մի բան։ Եկեղեցին չէր գնացել աղոթքի սենյակ աղոթելու։ Այդ ժամանակ։ Պարադոքս է մի քիչ, բայց ուզում եմ որպեսզի քեզ ասեմ ինչի համար եմ ես այս անում։ Նրանց մեջ կային ծառաներ, նրանց մեջ կային օծված մարդիկ, հա, դա Ահարոնն էր, Օվրն էր, ովքեր որ գնացին եւ Մովսեսի ձեռքերը բարձր պահեցին։ Նրանք գնացին եւ ասին Մովսես հենվիր մեր վրա։ Ես քո ձեռքերը վեր կբարձրացնեմ։ Նրանք կարող էին գնալ աղոթքի սենյակ աղոթել, գիտես։ Բայց չէ, նրանք ասին ես գալիս եմ կողքդ կանգնեմ, ինչա պետք։ Ձեռքերդ վեր պարզած ես կօգնեմ դա։ Ոտքերդ հոգնում են, չես կարողանում երկար կանգնես, քար կդնենք։ Դու հասկանում ես, եկեղեցի, դու կանչված ես եւ աղոթքի սենյակում եւ գործնականում որոշակի բաներ անել, որպեսզի Աստծո արքայությունը տարածվի։ Ամեն։ Հալելույա։
Հալելույա։ Փառքաստուն, որովհետև դու կանչված չես պարտվելու։ Ես վերադառնում եմ իմ քարոզին եւ ասում եմ, որ դու կանչված չես հիվանդ լինելու, դու կանչված չես աղքատ լինելու, դու կանչված չես տրտմած քայլելու, մանտրաշ կներեք, իմ թարգմանությունն է դա։ Ընկճված, կանչված չես լինելու, դու կանչված չես տրտմած քայլելու, դու կանչված չես դեպրեսիա ունենալու։ Գիտես, Սավուղը դեպրեսիայի մեջ էր, վախերը, այդ բոլոր բաները, չար ոգիները նրան հարստահարում էին, նրան տանջում էին, այն ժամանակ անտիդեպրեսանտ ոչ մի տաբլետկաներ, հաբերները չկար, ոչ մի այդպիսի գիտելիք չկար։ Ես չգիտեմ լավ է թե վատ է, որ այսօր կա, բայց այն ժամանակ հարցը լուծվում էր սենց։ Գթիր Աստծո մարդու, ով գիտի Տիրոջ անունը մեծարել, երկրպագել, թող գա քնարածի, թող գա Սաղմոս երգի եւ քո կյանքից այդ ամենը կհեռանա։ Գիտես, մենք սովոր ենք մարդկային իրավիճակները մեզ ստիպում են, գնանք տարբեր մարդկային ռեսուրսներ որոնենք, փնտրենք մեր կյանքի իրավիճակը ուղղելու համար, բայց Աստված ասում է մտիր քո աղոթքի սենյակը, մտիր քո ներսի սենյակը, հասնացու, փակիր դուռը, պատրաստիր քո անձը, երկրպագիր քո Տիրոջը, աղոթիր երկնքի Տիրոջը, նրա հետ ժամանակ ունեցիր, Սաղմոսներ ասա նրան, որովհետև դու կանչված ես, որպեսզի հաղթես, դու կանչված ես, որպեսզի իրավիճակները, հանգամանքները ոչ թե քեզ ճնշեն, այլ դու կանգնես այդ հանգամանքների վրա եւ ասես խոսքեր, որոնք որ կփոխեն այդ հանգամանքները։ Մովսեսը երբ որ ձեռքերը վեր էր պարզում, Իսրայելը հաղթանակներ էր տանում։ Որքան ժամանակ Մովսեսը երկար պահեց ձեռքերը, այնքան շատ իսրայելացիները կործանեցին, կոտորեցին իրենց թշնամիներին։ Քո երկրպագությունը, քո աղոթքի սենյակը, Տիրոջ անունը մեծարելը, դա ուղղակի զենք է, որը որ դու պետք է օգտագործես։ Դա զենք է, որը որ դու կարող ես բաց թողես եւ հոգեվոր աշխարհում բաներ փոխվեն քո կյանքում։ Ես ուզում եմ կարդալ եւս Դավիթի մասին մի պատմություն, սա ուղղակի ցնցում է։ Գիտեք, դուք գիտեք, որ Դավիթը հաղթեց Գողիաթին։ Հիշում եք դա։ Շատ լավ եք անում։ Առաջի թագավորաց 16-րդ գլխում դա այն մասին էր, որ ինչպես էր Դավիթը քնարածում եւ չար ոգիները թողնում էին Սավուղին, հոգեվոր աշխարհում։ Եվ գիտես, եկավ մի ժամանակ, երբ որ Գողիաթը բարձրացավ, Գողիաթը մեծացավ, ուժեղ ձևի, կանգնած էր արդեն եւ հայոյում եւ հարստահարում եւ ասում էր Իսրայելի Աստված այսպիսին է, Իսրայելի ժողովրդի մեջ մի հատ տղամարդ չկա, մի հատ տղա չկա, ոչ մեկ չի կարա կանգնի իմ դեմ, ես ամենակարող եմ։ Միգուցե քո կյանքում այսօր գողիաթներ են բարձացել, տնտեսական գողիաթներ, հիվանդության գողիաթներ, ես չգիտեմ, ընտանիքը քանդող բաժանության գողիաթներ, ես չգիտեմ ինչպիսի գողիաթներ կան քո կյանքում, սիրելիս։ Միգուցե նա գոռում եւ ասում է, բա մի հատ տղա չլներ կամ մի հատ պատերազմիկ չլիներ, երբ որ Դավթի մասին 16-րդ գլխում կարդում եմ, ասում են Դավիթին այսպես են բնութագրում, նա գառնարած է, բայց Աստծուն սիրում է, այսպիսի լավ քնար է ածում եւ պատերազմիկ է։ Ինձ այնքան է դուր գալիս, որ այդ փոքր 15-16 տարեկան երեխեն, 17 տարեկան պատանին ճանաչված էր որպես պատերազմիկ։ Ինձ հիացնում է դա, որովհետև նա իր գառներին փրկում, ազատում, պոկում էր, նա թույլ չէր տալիս, որ սատանան մտնի իր տուն եւ գողանա իր տան ուրախությունը, գողանա իր տան երջանկությունը, իր երեխաների կյանքը, ֆինանսները, առողջությունը։ Աստվածաշունչ ասում է, մինչև գողը չկապի զորավորին, չի կարա մտնի նրա տունը եւ չի կարա նրա տունը ավարը տանի նրա տնից։ Ամեն։ Սա Աստվածաշունչն ասում, նոր ուխտը, սիրելիս։ Ովքեր են այսօր զորավորները, ում Աստված օծել, որ իր տան վրա քահանա որպես կանգնի եւ բարեխոսի, ինձ ու քեզ։ Նշանակություն չունի, դու քույրիկ ես թե եղբայր, Տիրոջ մեջ դու քահանա ես։ Տերը նայում է քեզ որպես թագավորական քահանայություն, որպես զորավոր մեկը, ինչի, որովհետեւ Աստված քեզ հետ է, որովհետեւ Սուրբ Հոգին քո մեջ է, որովհետեւ Տերերի Տերը արքաների արքան, այն հոգին, որը որ մեռելներից հարություն տվեց Քրիստոսին, Եփեսացիները խոսում է դրա մասին առաջին գլխում, այդ հոգին իմ ու քո մեջ է ապրում։ Եվ դա մեզ տալիս է համարձակություն, դա մեզ տալիս է իշխանություն, դա մեզ տալիս է ուղղակի
իմաստություն եւ հնարավորություն, որ մենք թույլ չտանք, որ մեր կյանքի իրավիճակները մեզ ազդեն ու իշխեն։ Հալելույա։ Երկու հոգի հավատացին դրան։ Առաջի թագավորած 17-րդ գլխում ասում է, փղշտացիները հավաքվել էին իրենց զորագնդերը պատերազմելու համար եւ հավաքվեցին Հուդայի սոքովում եւ բանակ դրեցին այնտեղ ու Սավուղը Իսրայելի մարդկանց էլ հավաքեց, բանակ դրեցին այդ հովտում, կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։ Գիտես, փղշտացիների դեմ պատերազմելու համար Դավիթը բանակին հրամայեց, ասեց, վեր կացեք կանգնեք, տանկեր, հեծելազոր, ես չգիտեմ, այդ բոլոր համակարգերը, օդի հանեց, ՊՎՕ եւ այլ, հոպը եւ այլն, ամեն ինչ ուներ իր ձեռքի տակ։ Ամեն զինատեսակներն ու բաներն ունեին։ Մարդիկ բանակայիններն ունեին, բայց վախի մեջ նստած էին։ Բայց չունեին այն հոգին, չունեին այն համարձակությունը դուրս գնալու, չունեին այն տեսիլքը, որ իրենք կհաղթեն։ Սարսափելի բան է դա։ Մարդիկ, ովքեր որ գիտեն ինչի մեջ են կանչված, բայց չեն անում այն ինչի մեջ որ կանչված են, որովհետև վախը նրանց գերության մեջ է պահել, որովհետև վախը նրանց տարել եւ դարձրել է ուղղակի ճորտ, ստրուկ, նրանք թեկուզ եւ զորավոր էին։ Խոսք ասում է, որ երբ որ Դավիթը եկավ, Սավուղը իր այդ սպառազինությունը վերցրեց, տվեց, ասեց հակի տղես, հեսանք հակեցի լավ զինատեսակ է, հես լավ զրահա, լավ սաղավարտը, լավ թուրա եւ այլն։ Դավիթը պատանի երեխա այդ ամենը հակավ իր վրա ու հասկացավ, որ այդ Իրանը չի։ Այդ Իրանը չի, գիտես Աստված չի ուզում մենք կրկնօրինակենք ինչ որ մեկին։ Աստված սիրում է քեզ հենց այնպիսին ինչպիսին որ դու կաս։ Ունիկալ, արտահայտված քո իսկ ձևերով, հա, քո ձեռագիրը ուրիշ է։ Այդ Աստծո բանակի այդ փունջը, որ Աստված ունի, այդ ծաղկե փունջը, որը ունի, քո նման ծաղիկի բուրմունքը տարբեր է մնացածից միգուցի։ Ու Աստծո այդ գերազանց մեծությունը այնպիսի լավն է, որ մենք կարողանում ենք տարբեր լինելով, Աստծո սիրով, մի փնջի մեջ միաբան լինել։ Դրանում է գեղեցկությունը, եկեղեցի։ Դրանում է քո այդ տարբերվող լինելը, մի փորձի կրկնօրինակես, ինչ որ մի ծառայողի կամ ինչ որ մի, չգիտեմ, քարոզիչի կամ ինչ որ աստվածաշնչյանի, ինչ որ մի հերոսի, մի փորձիր, դու այն ես ինչ որ կաս, ու Աստված քեզ կանչել է հենց այնպիսին, սիրել է քեզ այնպիսին ու հավատում է, որ ինչպիսին որ դու կաս, հենց այդ անոթի միջոցով իր խոսքը, իր արքայությունը, երբ որ հռչակես, քո պատերազմների մեջ նա քեզ հաղթանակ կտա։ Ամեն։ Մի ասա, եթե ես էլ հովիվի պես մազերս երկար ելներ, էդի ճաղատներին է վերաբերվում։ Հաստատ իմ մոտ էլ է տենց կստացեր, ոչ, Աստված քեզ ընտրել է հենց այնպիսին ինչպիսին որ կա, սիրել է ու քեզ դրել է որ դու գնաս ու պտուղ բերես, ամեն, հալելույա, տեսեք փղշտացիները կանգնած էին սարի վրա մի կողմում, նրանք մյուս կողմում, բանակից Գողիաթ անունով այդ նրա հասակի բարձրությունը 6 կանգուն էր, 6 կանգուն, այսինքն սենց Միքայելանում ես, հետի մի կանգուն է, մոտ մի 50 սանտիմետր, 6 կանգուն, պատկերացեք 3 մետրանոց մի հատ աժդահար, կանգնած լիներ իր ամեն ինչով, 3 մետրանոց աժդահարի թե սաղավարտը, թե թուրը, թե զրահը, թե բոլոր սպառազինությունները պատկերացնում ես, չէ, ինչ կլիներ, ինչպիսի մեծ կլինեին։ Եվ ուզում եմ գալ արդեն նրա մասին այնտեղը, որտեղ որ Դավիթը պետքա պատերազմի նրա հետ։ Երբ որ Դավիթը վեր կացավ ու գնաց Գողիաթի վրա, ինչ կար Դավիթի ձեռքում։ Դավիթը հրաժարվեց Սավուղի բոլոր զինատեսակներից, ասեց չեմ կարա։ Սենց որ հələ մինչև հասնեմ մարտի դաշտ արդեն պարտված կլինեմ, որտեղ շատ ծանր են դրանք։ Շատ մեծ են, չեմ կարա դրանցով ես պատերազմեմ։ Թողեք ես իմ իմացած ձևով։ Ես թե առյուծ եմ հաղթե, եւ թե արջ եմ հաղթե, այս անթլփատ փղշտացին, որ կանգնած այսպես աղաղակում ու գոռում է։ Այս ֆինանսական ճգնաժամը, այս հիվանդության ձայնը, այս Գողիաթը ինչ ուզում է որ լինի, ինչպիսի պրոբլեմ ուզում է լինի։ Անվանիր նրան Գողիաթ։ Այս Գողիաթը, որ մեծացել ու իր գլուխը բարձրացել ու իր ձայնը բարձրացել է այստեղ, ես չեմ կարող սրա դեմ ուրիշ ձև պայքարեմ։
ուրիշի զենքերով, ուրիշի հնարքներով, Աստված ինձ իմ ձևն է տվել։ Եվ ինչ ուներ Դավիթը։ Չոբան էր, հովիվ էր, մահակ ուներ մի հատ փայտ։ Հովական փայտիկ։ Եվ ուներ ինչ։ Պարսատիկ, հայրեն ռագատկա, որ հասկանաք ինչի մասին ենք խոսում, հա։ Գիտես ինչ եղավ, ասում են նա 40 խոսքից եմ կարդում 17-րդ գլխի, նա իր մահակը ձեռքը վերցրեց ու հեղեղատից, այդ չորացած այդ գետից, որտեղ որ գետ էր հոսում, գայլախաս քարեր ջոկեց իր համար եւ դրանք դրեց իր հովական այդ ամանի մեջ, այդ փոքրիկ պայուսակի մեջ, այսինքն մաղախի մեջ, եւ պարսատիկը ձեռքին մոտեցավ փղշտացուն։ Գիտես փղշտացին եկավ ու մոտ կանգնեց, մոտեցավ Դավթին եւ նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։ Գողիաթը այնքան մեծ էր, Դավիթի եւ Իսրայելի խնդրեմը այնքան մեծ էր, որ Գողիաթը երբ որ եկավ պատերազմելու, մի հոգի էլ իր հետ իր վահանն էր տանում։ Այդքան մեծ էր իր վահանը, պատկերացնում ես իր պաշտպանությունը, իր զորությունը, իր ֆինանսները, իր անունը, իր հեղինակությունը, ինքը ճանաչված էր, իրանց սաղ տեղերը գիտեին։ Ինքը այդ թաղի, այդ քաղաքի հեղինակությունն էր։ Վահանակիրը, այդ կարգ ու կանոնի այդ իր այդ պաշտպանող, ոնց է կոչվում այդ թիկնապահները վահաններով բան գալիս էին, իր առջևից էին գնում, եւ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, խնդրում եմ ուշադրությունդ, ստեղ շատ կարևոր գաղտնիք կա։ Երբ որ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարեց նրան, որովհետեւ Դավիթը մի քիչ շիկահեր էր, գեղեցկա դեմ պատանի էր, բայց նրան բարկացեց մի ուրիշ փաստ։ Նա սպասում էր, որ հեսա մեծ, հեծելազոր, հեսա մի հատ իրա նման աժդահար մեկը պետքա դուրս գա իր դեմ պատերազմի, հա? Այդ մենամարտի դաշտ, ռինգ։ Նա սպասում էր այդպիսի մի հատ մեկին Սավուղը ընտրած կլինի, որտեղ Սավուղը այդ ժամանակվա ամենաբարձրներից մեկն էր, բարձրահասակներից մեկն էր, ասում էր, այնքան գեղեցիկ էր Սավուղը, մեկ ուրիշ տեղ ասում է, որ մի գլուխ բարձր էր մնացած Իսրայելի տղերքից։ Այդքան ինքը սիրուն կարգին տղա էր մի ժամանակ, երբ որ Աստծուն հնազանդ էր։ Հենց նա չհնազանդվեց, փոխվավ ամեն ինչ։ Եվ ասում է, փղշտացին ասաց Դավիթին, միթե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս։ Ես ուզում եմ դու տեսնես սա։ Դավիթ իր ձեռքին ուներ մահակ եւ պարսատիկ։ Թշնամին ուներ հեծելազոր ու շատ մեծ սպառազինություն։ Թշնամին տեսնում էր Դավիթի մահակը եւ ասում էր, ես շուն եմ, որ իմ դեմ փայտով ես գալիս։ Դե իհարկե Դավիթը իր մտքում եւ ընդհանրապես ասում էր, բա ինչ ես։ Դու հələ չգիտես։ Շուն, հեսա կասեմ ինչ ես դու։ Միթե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս եւ փղշտացին աստվածներով իրա ես այսքան փող ունեմ, այսքան ծանոթություն, այսքան հեղինակություն, իրա շքանշաններն են, ինքը ինչով էր ճանաչված, ինչով էր պարծենում, հա, պարծենում էր իր հաջողություններով, ես Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եւ այլն, այսպիսի մեդալներ ունեմ, այսպիսի հաղթանակներ ունեմ, ես ճանաչված եմ, ինքը իր աստվածներով էր պարծենում։ Ես այն միլիոնատերին այդ օրը գցեցի, ես այն առողջ են ջահել տղու կյանքը կերա, ես այն ընտանիքը քանդեցի, ես այն, չգիտեմ, հիվանդությունը բերեցի համաճարակով, այն երկիրը սենց ավիրեցի, ես չգիտեմ սատանան, Գողիաթը, քո կյանքի ինչեր է քո կյանքի մեջ խոսում, բայց Աստված ասում է, այն ինչ որ ունես քո ձեռքերի մեջ, դա բավական է քո կյանքի գողիաթներին վայր գցելու, դա բավական է քո կյանքի գողիաթներին վայր գցելու, վստահիր քո Տիրոջը, տեսեք Դավիթի համարձակությունը, տեսեք Դավիթը փղշտացուն ինչ ասեց եւ նզովելուց հետո Դավթին ասեց, հիմա քո մարմինը տալու եմ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին, բայց Դավիթը դրանից չվախեցավ, Դավիթը կուլ չգնաց, կներեք այս բառերի բառապաշարի համար, չգնաց այն պրովոկացիային, որ փղշտացին փորձում էր մի անգամից ճնշել ու Դավթին նվաստացներ, այլ ընդհակառակը, Դավիթ ասեց,
Փղշտացուն, դու ինձ վրա դուրս ես եկել սրով, նիզակով եւ տեգով ես գալիս։ Ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի, տեսեք, նա խոսում էր ինչպիսի աստվածներ ուներ, աստվածներով էր պարծենում եւ անիծում ու նզովում, Դավիթը պարծենում էր իր Աստծով։ Անգամ այդ ձեռքի փայտը իր համար պետք չեղավ օգտագործել։ Ասում է, ես որ խոսներ ներողություն 45-ը եւ դու ինձ վրա դուրս ես գալիս այդ բաներով, բայց ես քեզ վրա դուրս եմ գալիս Իսրայելի զորքերի զորությունների Տիրոջ անունով, Աստծո անունով, որին որ դու նախատում ես, այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի եւ ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից ու փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին, երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրը իման, որ Իսրայելը Աստված ունի։ Տեսեք, Գողիաթը ու իր փոքր տեսիլքը, ես ասում եմ Դավիթ, քեզ հեսա կմասնատեմ, կտամ քո մարմինը երկնքի թռչուններին, Դավիթի տեսիլքը տեսեք։ Ասում եմ Գողիաթ, դու չգիտես ինչի ում հետ ես գործ ունենալու, դու չգիտես ով է իմ թիկունքում կանգնած։ Աստված իմ հետ է, դա նշանակում է իմ դեմ ոչինչ չի կարող ինձ դեմ կանգնել, այնպես որ քո գլուխն եմ կտրելու, քո մարմինը չէ, այդ քո բանակի մարմինները տալու եմ երկնքի թռչուններին։ Գողիաթը Դավիթի մարմինն էր միայն պատրաստար, բայց Դավիթ ասում էր այդ քո բանակի, ովքեր որ քեզ շրջապատում են, նրանց մարմինը այսօր երկնքի թռչուններն են ուտելու, երկրի գազաններն են ուտելու, որովհետև Տերը պետքա փառավորվի եւ գիտեք ինչ կա այստեղ այս խոսքերի մեջ ես ուզում եմ որ դու նկատես երբ որ կարդացի թե Դավիթը ինչ ուներ նիզակ եւ պարսատիկ Գողիաթը նկատեց միայն նիզակ չէ ներողություն մահակ Գողիաթը նկատեց միայն Դավթի ձեռքերի մեջ գտնվող մահակը պարսատիկը չնկատեց Գիտես դու ունես չերևացող զենքեր Դու ունես չերևացող սպառազինություն, որ քո թշնամին չգիտի ինչ սպասի եւ ինչ ակնկալի։ Նա կարող է տեսնի քո մահակը միայն, որ դու հովիվ ես կայրանի եկեղեցում, կամ չգիտեմ, որ դու հովիվ ես տնային խմբակում, կամ դու հովիվ ես քո տան մեջ, կամ դու հովիվ, դու մեկն ես, որ ուղղակի փայտ ունես մի հատ, այն էլ մեռած փայտ է։ Այն էլ ոչ ծաղկած է, ոչ պտուղ է տալի, ուղղակի փայտ է։ Բայց Աստված քեզ տվել է չերևացող զենքեր։ Եփեսացիների 6-րդ գլուխն ասում է, որ մեր պատերազմը մարմնի արյան դեմ չի, այլ չերևացող ուժերի դեմ է, խավարի իշխանների դեմ է, որով որ մենք կարողանում ենք ջախջախել, քանդել, փչացնել սատանայի գործերը եւ կանչված ենք դա անել։ Դու կանչված չես մնալ ստրկության մեջ, վախերի մեջ։ Դու կանչված ես քանդես սատանայի գործերը։ Աստծո խոսքը ասում է, որ Հիսուսը ման էր գալիս գյուղերով, քաղաքներով, ավետարանելով, հիվանդներին բժշկելով եւ սատանայի կողմից բոլոր հարստահարվածներին, անխտիր բոլորին, նա ուներ զորություն բոլորին պատասխան տալու, ազատ արձակելու։ Եվ այդ գործը այսօր մեզ է վստահել Տերը։ Սատանան չի տեսնում քո հոգևոր սպառազինությունը, նա չի կարողանում, նա չգիտի ինչ սպասի քեզանից, որովհետև երբ որ դու լեզուներով աղոթում ես, քո հոգևոր մարդը շինվում է, երբ որ դու Սուրբ Հոգով երկրպագում ու աղոթում ես, քո հոգևոր մարդը շինվում է, եւ դու նա չի ակնկալում, չի սպասում, թե դու ինչ զենք ես հանելու, ինչ քարով ես հարվածելու, ինչով ես նրանց սատկացնելու։ Դավիթը չգիտեր, Դավիթը գիտեր, որ ունի հոգևոր զենք Նա պատրաստվում էր Գողիաթին սպանելու, բայց Գողիաթը միայն մահակն էր տեսնում, մեծ բաներից էր խոսում, մեծ ճոռո, մեծ, այսպես կանգնում ու նզովում էր, կանգնում ու անիծում էր, ասում էր, տես ինչ եմ անելու քեզ, տես ինչ եմ անելու, թող երկրպագությունը մոտենա, հալելույա, մեր ժամանակը ուղղակի, թույլ չի տալիս ավելի երկար խոսելու, սիրելիս, դու ունես հոգևոր սպառազինություն, Եվ ես ուզում եմ, որպեսզի դու հավատք ստանաս այսօր այս խոսքերի միջոցով, որ Գողիաթը միգուցե նայում է քեզ, միգուցե նայում է քո դրամապանակին, ասում է, ես տեսնում եմ քո վիճակը, նենց որ հեսա տես քո հարցերը ոնց եմ լուծելու, բայց դու ունես հոգևոր զենք, նա չի տեսնում քո պարսատիկը, նա չի տեսնում, որ Աստված կարա ուղարկի քեզ փրկություն, ուղարկի
Այնպիսի տեղից, որ անգամ դու չգիտես, բայց մի բան քո կյանքում հստակ գիտես, որ դու վստահում ես քո Տիրոջը, դու գնում ես քո իրավիճակների վրա, քո հանգամանքների վրա, ոչ թե քո կարողությունով, քո ֆինանսներով, քո ծանոթություններով, քո իմաստությունով, քո ճարտար խոսելով, ես չգիտեմ, ճարտարը դա հայերեն շուստրինա։ Ոչ թե դու փորձում ես ինչ-որ քո իրավիճակների մեջ դե լավ մի բան կանեմ, մի ձև կպլստամ, մի ձև կհաղթեմ, մի ձև դուրս կգամ ես իրավիճակներից։ Աստված ուզում է, որ դու վստահես իրան։ Աստված ուզում է, որ դու գնալուց, որ դու հարցակվելուց, որ դու կանգնելուց քո խնդիրներին խոսելուց առաջ իմանաս, որ նրա անունով ես այդ ամենն անում։ Իսրայելի Աստծո անունով ես դու գնում։ Երկնքի երկրի արարչի անունով ես դու գնում ես հաղթանակները տանելու։ Եկեղեցին դա այն հաստատությունն է ճշմարտության երկրի վրա տնկված, այն սյունն է, որի վրա Աստված կառուցում է, որի միջոցով կառուցում է իր արքայությունը, որ պետք է բարի լուրը խոսա, ասա բարի լուր։ Գիտես, բարի լուրը մահ չի բերում, բարի լուրը սուգ չի բերում, բարի լուրը խավար չի բերում, բարի լուրը աղքատություն չի բերում, բարի լուրը հիվանդություն չի բերում, բարի լուրը բերում է ազատություն, բարի լուրը բերում է փրկություն, բժշկություն։ Հալելույա։ Ավետարանի մեջ կա զորություն փրկելու, ազատելու, բժշկելու։ Եվ դու այն մարդն ես, որ պետք է դա տարածես։ Դու պետք է ուղղակի համագործակցես, դու պետք է վեր կենաս քո տեղից։ Դու պետք է կանգնես եւ ասես ես գնալու եմ։ Ես իմ կյանքի իրավիճակներից սկսած այս կյանքի բոլոր հանգամանքների մեջ, որոնց որ ես կհանդիպեմ, ես չեմ ուզում տեսնել իմ քրոջը հիվանդ, չեմ ուզում տեսնել իմ եղբորը տկար։ Ես պետք է կանգնեմ նրա համար։ Իմ աղոթքի սենյակում ես կհարվածեմ այդ Գողիաթին։ Ես թույլ չեմ տա, որ իմ եկեղեցին, ես թույլ չեմ տա, որ իմ ընկերը, իմ եղբայրը, իմ քույրը, իմ ծառայեկիցը, իմ ընտանիքի անդամները, ես թույլ չեմ տա, որ սատանան հարստահարի։ Հալելույա։ Հալելույա։ Երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ, մոտեցավ նրան։ Դավիթը իմ սիրած բաներից մեկն է, պրոբլեմը տեսնելուց չշրջվեց ու հակառակ ուղղությամբ վազեց։ Սիրիր նայել, սովորիր նայել պրոբլեմի աչքերի մեջ։ Սովորիր նայել, որովհետև ինչպես Աստված ասում իսրայելացիներին, այն թշնամիներին, որոնց որ դու տեսնում ես այսօր, վաղ այլևս նրանք չեն լինելու։ Թույլ տուր քո պրոբլեմը տեսնի, որ կան մարդիկ, որոնց վրա նա չի կարող։ Վերջի հայացքդ Վերջի անգամ նայիր քո պրոբլեմին, որովհետև վաղը դու նրան չես տեսնելու։ Ոչ թե շրջվիր թիկունքով, այլ վերջի հայացքդ ուղղակի գցի պրոբլեմիդ վրա եւ կտեսնես ինչպես է երկնքի Աստված նրա հարցերը զբաղվելով, այնպես է նրա գլուխը թռցնելու, այնպես է նրան սատկացնելու, որ դու այլևս չես տեսնելու նրանց։ Դավիթը չշրջվեց ու հակառակ ուղղությամբ վազեց։ Ասում է նա երբ որ մոտեցավ, Դավիթը արագ, ասա արագ։ Գիտես, երբ որ դու չես վախենում, դու շատ արագ ես դրա մեջ։ Դու համարձակ ես մոտենում սատանային, դու համարձակ ես մոտենում պրոբլեմին եւ ասում ես, դե հիմա տես ինչ սեղան է պատրաստված, դե հիմա տես Աստծո գործը ինչ անելու սատանա, այ իմ Աստված քո հետ։ Եվ գնում ես ինչ ես անում, Դավիթը արագ Հալելույա։ Ես մոռացել եմ ակնոցների մասին։ Հալելույա։ Դավիթը արագ վազեց այդ պատերազմի ասպարեզը փղշտացուն դիմավորելու։ Եվ գիտես, ասում է իր ձեռքը կոխեց, մաղախի մեջ հանեց մի քար, պարսատիկով այնպես նետեց նրան եւ զարկեց փղշտացու ճակատին։ Եվ քարը խրվեց նրա ճակատի մեջ եւ երեսնի վայր ընկավ։ Գիտես, Աստծո խոսքը ասում է Քրիստոսը
Այն օծյալը, որը որ մեզ կանչել է։ Երբ որ Պետրոս ասեց դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, Հիսուս ասեց Պետրոս, Սիմոն, ես քո անունը Պետրոս այսուհետ կկանչեմ, որովհետև դու լսում ես հոր ձայնը, դա դու չասեցիր, այլ Հայրը երկնքում քեզ տվեց, այդ հոգին քեզ առաջնորդեց, եւ այդ ժայռի վրա, այդ քարի վրա ես իմ եկեղեցին կկառուցեմ։ Աստված ուզում այդ քարը ուղի քո իրավիճակների ճակատին։ Աստված ուզում է թեկուզ այդ հայտնությունը, որը որ շատ փոքր է քո սրտի մեջ, Աստված ուզում է որ այդ հայտնությունը, որը որ դու ունես, դնես այդ պարսատիկի մեջ։ Մի լավ պտտես։ Մի լավ պտտես։ Դու ասես, պարսատիկ չունեմ։ Այստեղ մարդ կա, որ լեզու չունի։ Բոլորդ լեզու ունեք։ Հալելույա։ Երբ որ դու Աստծո խոսքը հայտնությունը դնում ես այդ պարսատիկի մեջ, երբ որ դու դրա մասին մտածում ես օր ու գիշեր, երբ որ դու դրա մասին մտածում ես եւ հասկանում ես ինչ հայտնություն է Տերը քեզ տվել, եւ հետո այդ պարսատիկով հարվածում ես, քո գողյաթի ճակատի մեջ է խրվում դա։ Քո կյանքի իրավիճակների մեջ է խրվում դա, եւ գողյաթը երեսնի վայր անկնում։ Հալելույա։ Նա երբ որ այդպես հաղթեց, զարկեց, սպանեց, ասում է Դավիթի ձեռքը սուր չկար անգամ։ Նա վազեց եւ Գողիաթի այդ մեծ սուրը վերցնելով նրա գլուխը կտրեց մի անգամից։ Քո թշնամիները, որոնք բարձացել են քո կյանքի մեջ, կարող ես ոտքի կանգնել։ Այն թշնամիները, որոնք որ քո կյանքի մեջ բարձացել են, կարող են դառնալ քո ձեռքի մեջ, այդ բնակավարի մեջ, այնպիսի մեծ սուրի պես զենք, որ դու քո կյանքի Գողիաթին հենց իր իսկ սրով սպանես, հենց իր իսկ սրով նրա գլուխը կտրես։ Եթե դա ֆինանսական Գողիաթ է, եթե դա հիվանդության Գողիաթն է, եթե դա անհաջողության Գողիաթն է, եթե դա միայնակության Գողիաթն է, եթե դա մի Գողիաթ է, որը որ տրտմություն, սուկ, անեծք, չգիտեմ, տարբեր բաներ է քո կյանքի մեջ փորձում բերի, անհաջողություն, աշխատանքի վայրում, ընտանիքում, կամ չգիտեմ, ծառայության կամ մեկ այլ տեղ, իմացիր, ինչ ճանապարհով որ սատանան քո դեմ դուրս է գալիս, խոսքը, խոստմունքների գիրկը քեզ ասում է, նա ստիպված է լինելու իր համար գտնի 7 այլ ճանապարհներ, որ քեզանից փախնի։ Ինչ մի ճանապարհով դուրս կգա, բայց 7 ճանապարհով փախնելու է։ Ում ես դու հավատում։ Դու կանչված ես լինելու հաղթող, թե կանչված չես լինելու պարտված, թե կանչված չես լինելու հիվանդ, դու կանչված չես լինելու ընկճված, դու կանչված չես լինելու ուղղակի աղքատ, դու կանչված չես լինելու վախկոտ, դու կանչված չես լինելու անկարող։ Աստծո խոսքն ասում է, որ նա, ով որ քո մեջ է, ավելի զորավոր է, քան նա, որ աշխարհի մեջ է։